ամփոփելով խնդրեմ ներկայացնեք հերթով ձեր դիտարկումները։ Արած։ Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, դուք ինքներդ էլ տեսաք ինչ է կատարվում, մենք այսօր փաստորեն վերջնական ավարտեցինք այս դատական գործը, ինչպես նաև ականատես եղաք այս գործի ընթացքում, ինչպես քիչ առաջ զրուցում էինք նաև գյումրեցիների հետ, ում խնձորներով բացատրվեց, նույնիսկ խնձորների մակարդակով բացատրվեց, որ Միքայել Սրբազանը որևէ հանցագործություն չի կատարել, խոսել է անցյալի մասին, կոչեր չի արել, բայց ամեն ինչից հետո դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց, այսօր էլ լսեց, դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ազատազրկում, դատարանը հեռացավ առանձին սենյակ հոկտեմբերի 3-ին հրապարակել իր դատավճիռը եւ կոնկրետ ես կանխատես ազատազրկում է տալու, որովհետեւ տեսեք, այնքան կանխատեսել են, արդեն նույնիսկ մենք մասում շատ պետք չի խելք ունենալ, որ չկանխատեսես։ Ակնհայտ է 2 տարի 6 ամիս միջնորդած դատախազը, հետո դատավորը կարող է մի քիչ մարդասիրական մոտեցում ցույց տալ, 6 ամիս իջեցնել, 2 տարի սահմանել կամ 2 տարի 6 ամիսն էլ թողել։ Իմ գործընկերների մի մասը մի քիչ ավելի լավատեսական հակումներ ունեն, բայց հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մինիստրի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Պարոն Զորաբյան, դուք խոսեցիք նիստի ժամանակ, այս լսեցի դատավորի կողմից խախտումների մասին, սրա հետ կապված կդիմեք նախարարություն կամ հանձնաժողով կարգապահարում։ Այո, մենք նման մտադրություն ունենք, սպասենք հոկտեմբերի 3-ին, տեսնենք դատավորի վերջնական դրսևորում եւ դրանից հետո անպայման դատավորի հետ կապված մենք որոշակի գործընթաց պետք է իրականացնենք։